Երբ օրվա ռիթմը թելադրում են զանգերն ու նոտաները եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերին փոխարինելու են գալիս երաժշտական գործիքների նուրբ հնչյունները, ծառայողական կարգուկանոնը լրացվում է արվեստի ձեռագրով։ Առաջին հայացքից իրարամերժ այս երկու աշխարհների հիմքում նույնն է՝ լսելու բացարձակ ունակությունը։ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման, այնուհետև օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատած տարիները Հայկ Մելիքբեկյանի մեջ արմատավորել են մասնագիտական այնպիսի կոփվածություն, որը նրան չի լքում նույնիսկ աշխատանքային լարված պահերին։ Հենց այդ հատկանիշն է նրան օգնում նաև բեմում Իջևան համայնքի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթի աշխատանքը համակարգելիս։ Որպես հմուտ քամանչահար եւ համույթի գեղարվեստական ղեկավար, նրա առաքելությունը դարձյալ մարդկանց օգնելն է, բայց այս անգամ ստեղծագործական ներուժը ներդաշնակելու եւ հոգիներ խաղաղեցնելու միջոցով։ Եթե օպերատիվ կառավարման կենտրոնում ամեն ինչ վայրկյանի ճշգրտությամբ է եւ սխալվելու իրավունք չկա, ապա երաժշտության աշխարհն անսահման է եւ ինքնադրսևորվելու լայն հնարավորություն է ընձեռնում։ Հայկ Մելիքբեկյանն ասում է, որ տաղանդը ընտանիքից է ժառանգել։ Հայրս միշտ երգում էր, մայրս էլ միշտ ուղղում էր, երբ որ երգում էինք, եղբայրս էլ ակարդեոն էր նվագում, քույրերս էլ էին երգում, տենց ընտանեկան անսամբլ ունեինք։ Հիշում եմ երկրորդ դասարանում երևի երաժշտական դպրոցի տնօրենը Սփյուռքահայ էր, Քեշիշյան էր ազգանունը։ Եկել էր ոնց որ ընտրում էր տենց շնորհալի երեխաներ երգող, որպեսզի երաժշտական դպրոց մոտենան։ Ես էլ իմ թղթերը վերցրեցի, տարա տենց երաժշտական դպրոց տնօրենին տվի ու երաժշտական դպրոց ընդունվեցի։ Հայկ Մելիքբեկյանի համար ծառայությունն ու արվեստը նույն հարթության վրա են, քանի որ երկու դեպքում էլ առանցքում մարդն է, մեկում նրա անվտանգությունը, մյուսում հոգևոր վայելքը։ Երբ ավարտվում է հերթափոխն ու հեռախոսակապին փոխարինելու են գալիս երաժշտական գործիքներն ու բեմը, ծառայողական կարգապահությունն ու արվեստի անկաշկանդությունը դադարում են հակադրվել, ստեղծելով մի նոր ինքնատիպ ձեռագիր։ Եթե երաժշտության մեջ արվեստագետն ազատ է ստեղծագործական թռիչքի մեջ, ապա օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատանքը հոգեբանական ու մասնագիտական հմտությունների փորձություն է։ Այստեղ յուրաքանչյուր ահազանգի հետևում մարդկային ճակատագիր է, իսկ օպերատորի առաքելությունը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Դա պատասխանատու գործընթաց է, որտեղ քաղաքացուն լսելու, իրավիճակն ակնթարթորեն գնահատելու եւ ճիշտ որոշում կայացնելու կարողությունը կենսական անհրաժեշտություն է։ Հենց այս լարված առօրյան էլ կոփել է Հայկի մասնագիտական կարգապահությունը, որն այսօր նրա անբաժան ուղեկիցն է։ Հետաքրքիր աշխատանք է, այս մեկը նույնպես քաղաքացիներին արագ արձագանքում ենք կազմակերպում, որպեսզի օգնության կարիք եւ այլ իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիներին կարողանանք ճիշտ ժամանակին օպերատիվ օգնություն ցուցաբերենք։ Արվեստի ու ծառայության սահմանագծին Հայկ Մելիքբեկյանն ապացուցում է, կարևորը լսելու եւ արձագանքելու պատրաստակամությունն է, հատկանիշ, որը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ անհրաժեշտ արվեստագետի համար։